Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճի ժամանակ Գյումրու համայնքապետի ՔՊԱ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը իրեն մեղմ ասած տարակուսելի արտահայտություն թույլ տվեց, թե Արցախն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումարներ էին վճարում, որպեսզի Արցախում չծառայեն։ Սարիկ Մինասյանի այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել հասարակության տարբեր շերտերի մոտ։ Արցախցի նախկին սպա Արմեն Պետրոսյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասաց, որ Արցախից բազմաթիվ զինվորներ է ունեցել, որոնք ոչ միայն լավ են ծառայել, այլև ծառայության ընթացքում հաջողություններ են գրանցել։ Ես 20 տարի ծառայել եմ զինված ուժերում։ Սպա եմ եղել, տարբեր համարտադրական պաշտոններ եմ զբաղեցրել։ Վերջի պաշտոնս եղել է բրիգադի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ։ Ալո։ Հա, լսում եմ։ Եվ մենք ունեցել ենք բազմաթիվ զինվորներ տարբեր տեղերից։ Իսկ քանի որ ես պատրաստության և սպորտի պետ էի, նաև Գյումրի քաղաքը աչքի էր ընկնում իր մարզական նվաճումներով և ֆիզիկական պատրաստությամբ ընդհանրապես շատ լավ զինվորներ ունեն գյումրեցի, որոնք որ հետագայում նաև դարձել են մեր լավագույն ընկերները զորացրվելուց հետո։ Իրենք համար մեծ պատիվ էր Արցախում ծառայելը, ունենք բազմաթիվ գյումրեցիներ, որոնք որ մրցանակային տեղեր են զբաղեցրել Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմակերպող տարբեր մրցումներում, հարյուրավոր այդպիսի 20 տարիների ընթացքում հարյուրավոր այդպիսի զինվորներ են ունեցել, որոնց համար Ղարաբաղում ծառայությունը ոչ թե պատիժ էր, այլ պատիվ էր եւ հետագայում իրենք նաև մեր հետ շփվելուց իրենք պարտենում էին այն ժամանակահատվածի մասին, որոնք իրենք անցկացրել Արցախում։ Ավետիսյանը իր բոլոր գյումրեցի զինվորներին հորդորում է չընտրել Սարիկ Մինասյանին, ասելով, որ նրանց այդպիսի քաղաքապետ պետք չէ։ Գաղութ չէր, բան չէր, որտեղ մարդ ուղարկել։ Արցախը դա Պաշտպանության բանակը դա հայկական զինված ուժերի շիրտն է եղել, եւ այնտեղ ծառայությունը դա պատիվ է եղել։ Եվ բոլոր մեր զորացված գյումրեցիները, ովքեր մեզ հետ շփվում են, իրենք այդ ժամանակահատվածը որպես իրենց փառքի եւ պատվի ժամանակահատվածն են համարում։ Եվ ես էլ դրա համար հաշվի առնելով իր երեկվա ասածը կոչ եմ արել իմ այդ տղաներին, ովքեր տարիներով ինձ հետ ծառայել են, ինձ հետ շփվել են, ասել եմ այդ ամենից հետո դուք չպետք է ընտրեք նման քաղաքապետ, ձեզ պետք չի։ Հիշեցնենք, որ Գյումրու ընտրությունները տեղի կունենան այս կիրակի մարտի 30-ին։